Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Գարիկը չի դիմանում Արմանի ճնշմանը և լսելով նրա ու Էլլայի խոսակցությունը միանգամից դուրս է գալիս տանից։ Արմանը վերադառնալով տուն խառնվում է իրար, հասկանալով, որ հայրը լսել է այն, ինչ չպետք է լսեր, ու հեռացել, իսկ Գարիկը իրականում երկար չի մտածում և գնում է ոստիկանություն։ Նա քննիչի աշխատասենյակ է մտնում այն պահին, երբ քննիչը պատրաստում էր նրա կալանավորման փաստաթղթերը։ Գարիկն ասում է, որ ինքը եկել է խոստովանելու ու Միսակի սպանության մանրամասները պատմելու։ Քննիչը անակնկալի է գալիս, իսկ Գարիկը վճռական է տրամադրված։ Իրականում այն, որ Գարիկն է սպանել Միսակին, դա ոստիկանությունը այսպես թե այնպես, վաղ թե ուշ պարզելու էր։ Սակայն մի բան ավելի կարևոր է այստեղ, թե որն է եղել սպանության դրդապատճառը, ինչու է Գարիկը սպանել Միսակին։ Հենց այստեղ էլ 25 տարի անց Միսակի մահից հետո կպարզվի, որ Հայկին իրականում Միսակն է սպանել, իսկ նրա փոխարեն նստել է Գարիկը։ Սա կլինի ոստիկանության համար բացահայտում, որը սակայն ոչինչ չի փոխելու։ Ավելին, եթե Միսակը նույնիսկ ողջ լիներ, այդ ժամանակ էլ չէր փոխելու ոչինչ, քանի որ ցանկացած հանցագործություն ունի վաղեմության ժամկետ, իսկ այդ ժամկետն արդեն վաղուց լրացել է։ Եվ քանի դեռ քննիչը հարցեր է տալիս Գարիկին, Վահեի տանը մեկ այլ քննիչ է հայտնվում, ով եկել է պարզելու 2 օր առաջ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Վահեի տանն են Գոռը և նրա ամերիկաբնակ ընկերը։ Քննիչն ասում է, որ այդ տղային դանակահարել են, իսկ Գոռը անակնկալի է գալիս, որ նման բան է տեղի ունեցել, և ինքը տեղյակ չէ։ Հիմա այդ տղան ստիպված կլինի պատմել ամեն ինչ, նաև այն, որ նախօրեին ինքն ու Ռեբեկան արդեն ծանոթ էին, դրա համար էլ այդքան տարօրինակ պահեցին իրենց։ Քիչ անց էլ քննիչը զանգում է Սարոյանին և հայտնում Միսակի սպանության նոր մանրամասները։ Նա ասում է, որ Գարիկը եկել ու խոստովանել է, և շուտով հարցաքննելու են նաև Արմանին։ Սարոյանը այդ ժամանակ նստած է սեղանին իր ընտանիքի հետ, բոլորը լսում են այդ խոսակցությունը, իսկ Էլլան խառնվում է իրար, որ Արմանին վտանգ է սպառնում, որ միգուցե նրան էլ կալանավորեն։ Հարգելի հետևորդներ, արդյոք Գարիկի ինքնախոստովանությունից հետո Արմանն ու Էլլան կհաշտվեն կամ արդյոք պետք է հաշտվեն։ Գրեք մեկնաբանություն և սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Նայեք, Հրնայակյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են Ռեքսեն։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ Էզմատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը և այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ-որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ,
Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնելու։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուհուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ես ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Ոչ իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, Սոնուշնի գրուպան չգիտեմ որ կողմա գնացել։ Ու հիմա գնում եմ իրանց խնդրելու։